որպես մասնագետներ նաև պետք է շատ ուշադիր լինենք դրան, թե ինչա տեղի ունեցել Մոլդովայում, որտեվ տեխնոլոգիաները այնտեղ բավականին կատարելագործվել են ռուսական, որոնք խոսքը նաև այս վերջին խորհրդանական ընտրությունների մասին եւ առաջին հերթին խորհրդանական ընտրությունների մասին է վերջին Մոլդովայի։ Այդ բոլոր տեխնոլոգիաները նույնությամբ կիրառվելու են նաև Հայաստանում։ Ուրեմն ինչ են արել ռուսները այնտեղ։ Տարբեր քաղաքական պրոյեկտների մեջ ահագին ներդրումներ են արել եւ ֆինանսական, մարդկային, մեդիա եւ այլն եւ այլն։ Փորձել են դրանց բոլորին անցկացնել խորհրդարան, սրանք իրենց առանձին են գնացել, որովհետեւ օրինակի համար X-ի ընտրազանգվածը տանել չի կարողանում Y-ին, Y-ի ընտրազանգվածը տանել չի կարողանում X-ին։ Մոտավորապես ոնց որ մեր մոտ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան։ Սրանց ընտրազանգվածները միմյանց ոնց որ թե չեն սիրում։ Այ փորձն են բոլորին միաժամանակ ուրեմն խցկել խորհրդարան, եթե այնպես է ստացվում, որ սրանց բոլորի ձայները գերակշռում է իշխանության ձայներին, իրանց էլ չեն հարցնում, դուք ուզում եք միավորվեք, չեք ուզում միավորվեք, բան։ Իրանք միավորվում են, դառնում են իշխանություն։ Գիտեք ոնց չեն հարցնում, ոնց օրինակ, եթե ես ճիշտ եմ հիշում, անցած տարի Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, ասեց, բանը, մենք պետք է այլևս փողոցային պայքար չանենք, որովհետև այս իշխանության ռեյտինգը ընկնում է, մենք պետք է ուղղակի քաշվենք մեր կաբինետը, այդ հողի այդ իշխանության ռեյտինգը ընկնի։ Հետո, երբ որ սկսվեց այդ բրյուսելյան գործընթացը եւ այլն, մեկ է իրանք սկսան դուրս գալ փողոց։ Այսինքն ակնհայտ էր, որ իրանք ասացին այդ ինչ որ դուք որոշել եք այդ դրեք ձեր կերպանը, դուրս եկեք փողոց։ Նույն ձևով կլինի խորհրդարանում, հիմա այնտեղ էլ չեն հարցնել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանին հավանում է թե չէ։ Իրանք միավորվել են, դառնալու են մեկ ուժ, որովհետեւ կարողանան իշխանությունը վերցնեն ԿՊ-ից։ Ասեմ, ճիշտ այնպես ինչպես եղավ Գյումրիում։